Փառք մեր Տիրոջ։ Մեզ կոչում են հավատացյալներ։ Տարիներ առաջ հավատացյալ բառը մի տեսակ ծաղրանքի ենթարկվում էր։ Մարդիկ խուսափում էին այդ բառից։ Եվ հիմա նույնպես կան մարդիկ աշխարհում, որ խուսափում են այդ բառը, այդ մեծ անունը իրենց վրա կրելուց խուսափում են։ Ես ուզում եմ փակագծեր բացել այդ հավատացյալ բառի, որ ունի խորը իմաստ, հավատացյալ անձը դու եւ ես, ամեն մեկս այդ մեծ անունը կրելով մեր վրա, պետք է զգանք, որ դա մեծ անուն է։ Եվ երբ որ խորանում ես այդ անունի մեջ, տեսնում ես, որ անձ, որը հավատացյալ անուն է կրում իր վրա, նա պատմություն է կերտում։ Դա միայն իրենը չի, իր համար չի, իր ընտանիքի, իր քաղաքի, իր գյուղի, իր երկրի եւ վերջապես իր ազգի համար է։ Դա միայն իր համար չի։ Մենք շատ օրինակներ ունենք։ Նոյը Տիրոջ առջև շնորհք գտավ։ Աստված ուզում էր լրիվ վերացնել մոլորակը, բայց տեսնում ենք, որ Նոյը Տիրոջ առջև շնորհք մի անձով նորից Աստված փոխեց իր ծրագիրը։ Եվ այդ մեծ անունը, իհարկե, երբ որ կարդում ենք ինչ է նշանակում հավատացյալ, դա կարծես թե առաջինը վերաբերվում է մարդուն, անձին, մարդ արարածին, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես որ այս խոսքերը կարդալով հասկանում ենք, որ անձը ընդհանրապես սկզբից իրեն պետք է ստուգի, ով է ինքը եւ ինչ է դա նշանակում։ Արդհավատքը հուսացած բաների հաստատությունն է ու չերևացած բաների ապացույցն է։ Գիտեք, մենք ապրել ենք մի ժամանակաշրջան, որ ինչ որ չես տեսնում, ինչ ես հավատում, տեսնեմ, ամեն ինչը տեսնեմ, ապրեմ եւ դա մնացածը թողել։ Այսօրվա համար է ապրում մարդը։ Բայց տեսնում ենք, որ հավատքը հուսացած բաների հաստատությունն է ու չերևացող բաների ապացույցն է։ Եվ ես ասեցի, որ մարդը լինելով հավատացյալ կերտում է պատմություն։ Մարդը իր համար չի միայն, եւ բանից պարզվում է, որ իր կողքերինն էլ, իր գյուղին, իր քաղաքին, իր պետությանը, իր երկրին, իր ազգի մեծ օգուտ է տալիս, շատ մեծ օգուտ է տալիս։ Տեսեք սիրելիներ, կարդանք մի շատ ծանոթ հատված Ծննդոց 18-րդ գլուխ, որ իմ ամբողջ միտքս թեման դրա վերաբերյալ է։ Մենք օրինակ ենք կարդում 18-րդ գլխում 17 խոսք. «Եվ Տերը ըսավ. միթե Աբրահամեն պիտի պահեմ, ինչ որ պիտի անեմ»։ Տեսեք, երբ որ նայում ենք մարդուն, ուրիշ տեղեր կարդում ենք, որ մարդը ոչ մի բան է այս երկրի վրա։ Դույլից կաթած ջրի մի կաթիլից ազգեր, դու պատկերացնում եք մարդու, լավ ես այդ կաթիլի, ով եմ ես, որ ազգերն են այդ կաթիլի, դա Սուրբ գրքում է գրված։ Եվ տեսնում ենք, որ մարդը ոչ մի բան է այս երկրի վրա։ Հոգին է կենթանացնող, հոգին է հավիտենականը, մարմինը բան մեջ չունի, հողից վերցված հողին է հանձնվում։ Ոչ մի բան է։ Եվ մենք այստեղ տեսնում ենք այդ ոչ մի բանին Աբրահամից
Տերը ըսավ. միթե Աբրահամեն պիտի պահեմ, ինչ որ պիտի անեմ։ Եվ տեսնում ենք, որ Սոդոմ Գոմորը, որ պետք է այրվեր, Աբրահամից, պատմությունը ես ընդհանուր դուք գիտեք, կարդում եք Սուրբ Գիրք, Աբրահամից չպահեց, եւ ուզում եմ կարդալ այդ տողերը։ Եվ Աբրահամ մոտեցավ ու սավ, Աբրահամը կարծես առիթից օգտվավ, երբ որ տեղեկացավ, որ պետք է այրվեր Սոդոմ Գոմորը, եւ Աբրահամը սկսեց Տիրոջ հետ խոսել, Տիրոջ հետ զրուցել, որ այդքան, ասենք, գնահատված է ինքը, ուրեմն այդ գնահատվելը ինքը սկսեց առիթից օգտվել եւ խոսել Աստծո հետ։ Եվ ինչ ասեց, եւ Աբրահամ մոտեցավ ու սավ, արդյոք ամբարիշտին հետ արդարնալ պիտի կորցնես։ Թերևս այն քաղաքին մեջ 50 արդարը լան։ Արդյոք անոր մեջ եղած 50 արդարին համար չխնայելով պիտի կորցնես այն տեղը, քավլիցի, որ այդպիսի բան մը կատարես, որ արդարը ամբարիշտին հետ մերցնես, ու արդարը ամբարիշտի պես լա, քավլիցի, միթե բոլոր երկրի դատավորը արդարություն պիտի չնե։ Եվ Տերը ասավ, եթե Սոդոմի մեջ 50 արդար գտնեմ, անոնց համար բոլորին պիտի խնայեմ։ Հետաքրքիր է, սիրելիներ, 50 արդար եթե գտնեմ, բոլորին պիտի խնայեմ։ Դա ասում է Աստված։ Աստծո խոսքը հավիտյան է։ Աստծո խոսքը մի անգամի համար չի, Աստծո խոսքը շարունակություն ունի բոլոր դարերի համար, երկինքը կանցնի, բայց Աստծո խոսքը պիտի կատարվի։ Հիմա շարունակվելով գալի եկե հասել է մեր օրերը, եթե այդ քաղաքը Աստված որոշում էր կայացրել, որ պետք է կորսվի, 50 արդար լինելով, այդ քաղաքը պետք է չկորսվի։ 50 արդար, 50 ոչ թե հավատացյալ, այլ հոգևոր։ Մենք միշտ ասում ենք հավատացյալ կարող է անուն կրել, հոգևոր կապ ունի երկնքի հետ, ապրում է երկնքով, ապրում է երկնքի համար, աշխատում է, գործում է, խոսում է, մտածում է, միայն երկինքը իր համար ամեն ինչ առաջնային երկինքն է։ Եվ տեսնում ենք, այդպես կոպիտ օրինակով ասած, շուկայի պես վարվեց, շուկայի մեջ մտավ։ Եթե 40 լինի, եթե 30, վերջը բերեց, հասցրեց 10 հոգի։ Եվ այստեղ ինչ են կարդում, եւ ինքը սա, ոտեր 32 խոսքը, ոտեր, եւ ինքը սա, ոտեր, Տերը չբարկանա ու միայն այս անգամ ալ խոսիմ, թերևս հոն 10 գտնվի եւ անիկա ասավ 10-ին համար ալ պիտի չկորցնեմ, բայց 10 հոգի էլ չկար։ Այստեղ մենք ինչ ենք տեսնում, սիրելիներ, տեսնում ենք, որ Աստծո խոսքը հավիտյան է, երկիրն ու երկինքը կանցնի, բայց Աստծո խոսքը պետք է կատարվի։ Տեսնում ենք, մենք ունենք մեծ դեր ու նշանակություն։ Մենք սովորական պետք է չհամաձայնվենք, չհամակերպվենք այդ մտքի հետ, եւ մենք ոչ թե ստեղ եսը կապ ունի, այլ դու քո պարտականությունը կապ ունի, պատասխանատվությունը կապ ունի, քո անելիքը, որ դու կարող ես անել, դա կապ ունի երկրի հետ, դա կապ ունի քո ազգի հետ, քո ժողովրդի հետ, քո ընտանիքի, քո գյուղի, քո աշխատանքի վայրի, քո ուսման համալսարանի, որտեղ որ դու սովորում ես, կապ ունի, եւ դու պետք է չհավասարվես այն մարդկանց, որոնք իրենք դավանում են, ես հավատացյալ չեմ, իսկ դու դավանում ես, ես հավատացյալ եմ, դա կապ ունի, եւ մենք տեսնում ենք, որ այստեղ դու մարդ ես, որը պետք է կարողանաս քո պարտականությունը կատարել, պարտականությունը դու չես կատարում,
Դու համաձայնվում ես, դու այո ես ասում։ Դու կա պայմաններ, այդ պայմանների մեջ դու հավատարիմ ես։ Դու սրտանց ես այդ պայմանների մեջ։ Եթե տկարանում ես, դու ասում ես տկար եմ։ Եթե սխալ ես անում, ասում ես Տեր, ես անկարող եմ, սխալվեցի։ Եթե մի բան ուժը չի պատում, ասում ես ուժը չի պատում։ Ոչ թե դու ուժը չպատելով դու որոշում ես ցույց տալ, որ քո ուժը պատում է։ Եվ կատարում ես ուժը պատողի պես։ Դերասանություն ես անում։ Մտածում ես, որ դու ցույց տաս, որ դու լավ ես։ Ամբողջ աշխարհը դրա վրա է աշխատում։ Ամբողջ աշխարհը, նույնիսկ մարդը սոված է մնում։ Ինքը աշխատում է ցույց տալ, որ ինքը սոված է։ Մարդը աղքատ է լինում, ցույց տալ, որ աղքատ է, փող չունի։ Մարդը վատ բան եղավ իր կյանքում, ինքը ցույց չի տալի, թեկուզ մահ է եղել, իր հարազատ ինքը ցույց չի տալ, որ ինքը լավ է, ինքը օրհնված է, բայց այդպես չի։ Մենք տեսնում ենք, որ շարունակությունը մի կարևոր բան, ինչ օգուտ կլինի, եթե մարդը կարողանա ինքը այդպես մտածել, Աստծո ուզածով մտածել, ինչպես որ կա միշտ այդպես ապրել, ինչ տեղի կունենա ուրեմն երկրի համար։ Նախ առաջինը, ինքը պետք է ճիշտ ուղու վրա քայլի, որն է ճիշտ ուղին, Հայտնության 3-րդ գլուխ 17 խոսքում այսպիսի տողեր են կարդում, ուզում ուշադրություն դարձնենք Հայտնություն 3-րդ գլուխ 17 խոսքը, ուստի դուն որ գաղջ ես ու ոչ տակ ու ոչ պաղ, 16-ից եմ կարդում, քեզ բերնես դուրս փխսելու վրա եմ, քանզի կսես, 17-ը, քանզի կսես, ես հարուստ եմ ու մեծացա և բանի մը կարոտ չեմ, բայց չես գիտեր, թե դուն խեղճ ու թշվարական ես և աղքատ ու կույր ու մերկ, դու կսես, այդ խոսքերը դու ես ասում, և ուզում եմ, որպեսզի ուշադրություն դարձնենք նաև Առաջի Կորինթացիս 12-ը, նաև այդ միտքը ասում է Առաջի Կորինթացիս 10-12-ը, ուստի ան որ կսե թե ես հաստատուն կեցած է, թող զգուշանա, որ չլայ թե ընկնի։ Դու կասես, դա դու ես ասում։ Եվ ուշադրություն դարձնենք մի բան, մարդը միշտ մտածում է, որ ինքը ճիշտ է, մարդը միշտ մտածում է, որ ինքը լավն է, բայց իր գործերը ցույց են տալիս, որ ինքը լավը չի, իր գործերով ենք մենք իմանում, որ ինքը լավը չի, իր կյանքով ենք մենք իմանում, իմ կյանքով եք մարդկությունը իմանում, որ ես լավը չեմ, մարդը իր կյանքով սատանային է ծառայում, բայց լեզվով ասում է, որ ես դա չեմ, ուշադրություն դարձնենք Տիտոս 1:15-ին, Տիտոս 1:15, այստեղ շատ կարևոր է սիրելիներ, որ ամենագլխավոր հարցը մարդու կյանքում, որ ինքը համաձայնվի, որ ինքը վատ վիճակի մեջ է, բայց եթե ինքը չի համաձայնվում, դա արդեն իր կյանքին վտանգ է։ Ամեն բան մաքուր է մաքուրներուն, բայց պիղծերուն ու անհավատներուն բանը մաքուր չէ, ապա անոնց միտքնալ, խրճմտանքնալ պղծված են։ Կխոստովանին, թե Աստված կճանչնան, բայց իրենց գործերով կուրանան պիղծ
ու անհնազանդ ըլլալով եւ ամեն բարի գործին անպիտան։ Իրանք ասում են, մենք ասում ենք ճանաչում, բայց իրանք գործերով իրանք հեռու են Աստծուց։ Իրանք ասում են, որ ես սատանի հետ ինչ գործ ունեմ, բայց դա աներևույթ գործողություն է, սատանայի հետ լավ էլ գործ ունի։ Եվ տեսնում ենք, որ ինքը կատարում է սատանայի կամքը, իր գործերով, իր լեզվով ինքը ասում է ոչ, բայց իր գործերով մարդկությունը տեսնում է, որ այո, ինքը գործ ունի սատանայի հետ։ Եվ ինքը քանի դեռ ինքը չի համաձայնվել, ինքը չի այո ասել, որ այս իր վիճակն այդպիսին է, Աստված չի գործելու իր կյանքում։ Ինչ է նշանակում խոստովանվել։ Ինչ է նշանակում զղջալ։ Ես այդ օրինակը շատ եմ վերել։ Մեր կողքի գյուղում մի հատ շատ ահավոր անբարոյական կին ապաշխարեց։ Եվ պապայիս ասել էր, հիմա այս իմ գործած մեղքերը սա գեղի առաջ պետք է պատմեմ, թե ինչ եմ անելու։ Այսինքն ինքը պատրաստ էր պատմելու, ինքը պատրաստ էր խոստովանվելու ամբողջ գյուղի առաջ։ Պապան ասել, սպասի, հեսա սպասավոր է գալու, դառանցին պետք է կատարվի։ Տեսնում եք մարդը ամբողջ պետությունը իր իրավաբաններով, իր պատժամիջոցներով, իր հազար ու մի տեսակ դժվարության մեջ գցելով մարդուն չեն կարողանում ինքը խոստովանվի, ինքը ասի, որ այո արել եմ։ Բայց այս մարդը ինչ տեղի ունեցավ, որ ամբողջ գյուղի առաջ ասում է, պետք է ասեմ, ով եմ ես։ Տեսնում եք ինչ է կատարվում մարդու հետ։ Ինչևից է։ Բայց իմ նպատակը, իմ ասելը դա չի, դա ընդհանրապես մարդ, որը իսկական ասում են, չէ, դա հավատացյալ է, հոգևոր չի։ Այդ տարբերությունը հոգևորի մասին է խոսքը։ Որքան շատ լինեն հոգևորները մեր երկրում, մեր Հայաստան փոքրիկ երկրում, ինչ տեղի կունենա, որքան շատ լինեն, նախ կարդացինք այդ պատմությունը, որ եթե 50 հոգի լինի, եթե 40, 30 բերեց, հասրեց 10 հոգի, բայց 10-ից էլ քիչ էին, եւ այն եղածը մենք տեսնում ենք հանվեց, նույնիսկ այդ մի խովտը հանվեց, նույնիսկ դա էլ չթողեց Աստված, տեսնում եք Աստծո անսահման բարիությունը մարդու համար, եթե 10 հոգի լինեին, չէր այրվելու։ Հիմա մենք անդրադառնանք մեր երկրին, մեր ազգին, մեր փոքր երկրին, որքան շատ լինեն բարի գործ անողները, որքան հավատացյալը դե բարի մարդ է լինում, ինքստինգյան դառնում է այդպիսին, հոգևորը բարի, ուրեմն այնքան այդ ինչքան ինչ քանակությամբ մեր երկրում բարի անողներ լինեն, այնքան կկրճատվի չարիք անողների քանակը։ Որքան բարի գործանողները շատ լինեն, այդ քանակությամբ էլ կկրճատվի, քիչ կլինի չարություն անողների քանակը։ Որքան շատ լինեն հոգևոր ամուսնությունները, մենք տեսանք երկու կիրակի իրար վրա հոգևոր ամուսնություն, հիմքը դրվեց Աստծո խոսքով, այնքան բաժանումները քիչ կլինի, այնքան որբ երեխաները քիչ կլինեն, այդպես է թե չէ, ճիշտ է, լինում են նաև, լինում են, Սուրբ Գիրքը մեզ չի ասում, եթե հավատացյալ անուն կրեց, ուրեմն վերջացավ, էլ ոչ մի բան, ոչ, ուրեմն Աստծո խոսքով չի շարժվում, որ բաժանում է, ուրեմն երկուսից մեկը իր տեղում չեն, եւ Աստծո խոսքն ասում է, դու գերի չես, եթե կինդ ուզում է բաժանվել, դու գերի չես, մի համաձայնվի, ասա մինչև վերջ ոչ ասա, բայց երբ որ ինքը պնդում է, եւ կա օրենք, տալի դատարան բաժան, չեմ ուզում, եւ դու գերի չես, ուրեմն որքան շատ լինեն, երկուսն էլ հոգևոր են, եւ իրենք խոսք են տվել, որ պետք է
մինչև այս մարմնի մեջ քանի դեռ ապրում են, իրանք չբաժանվեն։ Խոսք են տվել, եւ բաժանում չի լինի։ Որքան շատ լինի հոգևորներ, այնքան բաժանում քիչ կլինի։ Բայց ես գիտեի Ամերիկայում 50%-ն է, բայց լսեցի ես վերջերում, որ նույնիսկ 60%-ն է բաժանումները։ 60%, այսինքն եթե 4 հոգի 2 զույգ ամուսնանում են կամ 10 զույգ ամուսնանում են, 10-ից 6-ը բաժանվում են։ Այ քեզ բան։ Տեսնում եք ուրա գնում աշխարհը, ուրա տանում աշխարհը։ Այսինքն որքան շատ լինեն այն երկիրը, որտեղ որ հոգևորները շատ են, բաժանումները քիչ են, որբ երեխաները քիչ են։ Որքան շատ լինեն հավատացյալները մեր Հայաստանում, այնքան շատ կլինեն բազմազավակները։ Մի հատ օրինակ ասեմ, կենթանի օրինակ։ Տարիներ առաջ, երևի մի 5 թե 7 տարի առաջ տրանսպորտով գնում էինք, մեկ է բանով, Սևան էին գնում, թե ինչ, զանգ եկավ, Աստծարուն եղբայր, մի հետաքրքիր բան ա տեղի ունեցել։ Մի բարերարի կին, որը մեր հավատացյալ քույրիկներ, զանգեց, ասեց, Աբովյան քաղաքում ամուսինը 25 հոգի բազմազավակի ուզեցել է օգնել, եւ 23-ը հավատացյալներ են։ 23-ը մեր եղբայր քույրերի ընտանիքներն են եղել, երկուսն եղել է աշխարհի։ 23 այդ մի քաղաքում։ Այսինքն որքան շատ լինեն երկրում հավատացյալները, հոգևորները ավելի ճիշտ, այնքան քիչ կլինե, այնքան շատ կլինեն բազմազավակները։ Երանի քեզ քույրիկ, երանի քեզ եղբայր, որ քեզ հավատացյալ չգիտեն, որ դու հավատացյալ ես, եւ երբ որ իմանում են շատ երեխեք ունես, կարող է դու հավատացյալ ես։ Ինչ հրաշալի խոսք է, ինչ հիանալի խոսք է։ Քեզ բերում եկեղեցու մեջ են մտցնում, իրանց խոսքով, իրանց թե բամբասում են, թե վատ են ասում, թե լավ են ասում, ինչ ասում են, նաղդի բերում մտցնում են քեզ Աստծո Որդու Հիսուս Քրիստոսի եկեղեցու մեջ աշխարհիկները։ Կարող է դու հավատաս, այո հավատացյալ եմ։ Ինչ հրաշալի է։ Ուրեմն որքան շատ լինեն հավատացյալները, անկան երկրի բազմազավակները շատ կլինեն։ Եվ հետո որքան մեր երկրում շատ լինեն հավատացյալները, նույնքան քիչ կլինեն կաշառք վերցնող եւ տվողները։ Որտեղ Սուրբ Գիրքը Ղևտացիների գրքում այսպեսի խոսք է ասում, հələ տեսեք ինչ ասում։ Կարդում է Ղևտացիներ 25-րդ գլուխ 35 խոսքը։ Եթե քո եղբայրդ աղքատանա ու չկրնա ինքը զինքը հոգալ, քո քովդ անոր պետք է օգնել, հոգալ քո քովդ ստորակետ, անոր պետք է օգնել օտարականի ու պանդուխտի պես, որպեսի քո քովդ ապրի, անիկա անկե վաշ կամ տոկոս մի առներ, հապա քո Աստծմետ վախեցիր, որպեսի եղբայրդ քո քովդ ապրի, քո ստակդ վաշխով, այսինքն կաշը բանով, տոկոսով էլի, մի տար անոր եւ քո կերակուրդ շահուն համար մի տար։ Ես եմ Տերը, ձեր Աստվածը, որ ձեզ Եգիպտոսի երկրեն հանեցի, քանզի երկիրը ձեզի տալու համար եւ ձեզի Աստված ըլլալու համար։ Տեսեք, ու իհարկե բոլորը Աստվածապաշտ մարդու համար է դա։ Եվ կարդում է, հոգևոր մարդը կարդում այս տողերը։ Գիտեք, լինում են դեպքեր, չէ, այդպեսի բենզինը պրծելա կանգնելա, գալի պատկերացնում եք մեկը ուզենա բենզին տա, այդ ժամանակ գա տասնապատիկ թանկ տա, ստիպած առնում ես։ Արդից օգտվելով, երբ որ դու տուն ես կանչե կերակրում ես իրանից, ինչ որ շայի համար անես։ Այդպիսիները հոգևոր մարդը տենց բան կանի, չի անի։ Ուրեմն որքան շատ լինեն հավատացյալները, Աստվածապաշտները մեր հայոց երկրում, այնքան քիչ կլինեն կաշառակերները։
կաշառք տվողները, կաշառք վերցնողները, շայի համար բարիք անողները քիչ կլինեն։ Ինչքան լավ է, չէ՞, ինչքան հրաշալի է։ Ուրեմն որքան մեր երկրում շատ լինեն հավատացյալները, քիչ կլինեն երկրի լավ բանը, ուրեմն երկիրը լավ ծրագրեր են կազմում, կառավարիչները մեր երկրի լավ նախագծեր են գծում, լավ բաներ են անում։ Եվ ինչն է, օրինակ, չի թույլ տալիս։ Մարդու չարությունը թույլ չի տալիս։ Ինչ չարություն, ինչ է նշանակում դա, որ թույլ չի տալի լավ բանը կատարվի։ Օրինակ, տարիներ առաջ կային ամֆիթատրոններ։ Մարդիկ փող էին տալիս, տոմս էին վերցնում, գնում էին ամֆիթատրոն, ինչին գնում։ Գնում էին, որ տեսնեին մարդը գազանը, երբ որ ուտում է մարդուն, մարդը ինչ տեսք է ընդունում, ինչ ապրումներ է ապրում, ինչ ահավոր վիճակի մեջ է լինում, եւ իրանք հաճույք էին զգում դրա մեջ։ Մարդու մահը տեսնելով գազանը, երբ որ ուտում է մարդուն, իրան հաճույք էր, ինքը հանգստանում էր, եւ փող էր տալիս, տոմսեր վերցնում ու գնում նստում, կար առաջի տեղ, ամենալավ տեղ եւ ամենավատ տեղ, եւ ոնց որ հիմա տոմսերը վերցնում գնում են ֆուտբոլ են նայում, կամ ինչ որ բան են նայում, թատրոն են նայում։ Մարդու չարությունը, տեսեք ինչ աստիճան է հասել։ Իսկ երբ որ մարդը հոգևոր է լինում, ասում է ես ուրախ եմ, որ դու ուրախ ես։ Ես կշտանում եմ, երբ որ դու կուշտ ես։ Ես երջանիկ եմ զգում, երբ որ տեսնում եմ դու երջանիկ ես։ Տեսեք, երկնքից իջած մի հատ սեր կա, որը նման է աստվածային սիրուն։ Որն է դա։ Մայրական սերը, որը շուկայական չի։ Մայրը, իսկական մայրը մենք տեսնում ենք, քանի երեխան սոված է, ինքը չի կարող հաց ուտի։ Այդպես է թե չէ։ Երեխան կշտանում է, նոր հանգիստ նստում է հաց ուտում։ Այսինքն, այդ սերը, որ երկնքից է իջած աստվածային սիրուն նման է, դա տրվում է հավատացյալին։ Եվ ինքը ոնց կարող է նստել ամֆիթատրոնում ու նայել, թե մարդիկ ոնց են դաժանաբար մեռնում։ Նախանձը չարությունը մարդուն չի թույլ տալիս, որ ուրախանա, երբ որ իր հարևան ինչ որ մի լավ բան արի, իր երկրում, ինչ որ մի լավ ծրագիր է կազմում, ինչ որ մի լավ բան ալում, իր չարությունը ներսի չի թույլ տալիս։ Եվ սկսում է հակառակվել, ամեն ինչին հակառակ։ Ես մի անգամ մի թեմայով խոսել եմ հակառակության մասին։ Լավա, վատա, բարիա, բարի չի, սխալա, ճիշտա հակառակ, միայն հակառակ։ Եվ սա երկրում կքչանա։ Տեսնում եք, հոգևոր մարդիկ, երբ որ լինում են երկրում, ինչքան շատանան, նման ուրեմն բաները կքչանան։ Եվ վերջապես մի կարևոր բան, որը այդ բոլորի ուրեմն գլուխն է, առաջինն է, եւ դա կոչվում է առաջի պատվիրանք, դասաբանյա պատվիրանքի մեջ առաջի պատվիրանքը քո Տեր Աստծուն սիրի ամեն ինչից առավել։ Գիտեք, երբ որ մարդը ապրում է այդպես, երբ որ մարդու սրտում թագավորում է Աստված, մարդը դառնում է երկնային, մարդը ապրում է երկնքի համար, մարդը ուրախանում է երկնքով։ Միայն երկինքը այդպես չի, որ մարդը ապրի, լինի աստվածապաշտ, ինքը իր մասին մտածի։ Այդպես չի կարա լինի, որտեղ ամբողջ Աստվածաշունչը իր բոլոր գեղեցիկ օրինակներով մատուցում է այն, որ մարդը երկնքով ապրող մարդը, երբ որ բացում ենք ճակերտները, փակագծերը, երբ որ բացում ենք, մարդը դառնում է երկնային մարդ։ Մարդը երջանիկ է ապրում։ Մարդը Հիսուսի ճանապարհի իր կյանքով ներկայացնում է աշխարհին, լույս լինելով խավարի վրա ազդեցություն է գործում։ Մարդը
դառնում է ուրիշ մարդ, մարդը ունենում է ուրիշ սիրտ, մարդը երկնային, իր մտածելակերպը բոլորը երկնային է լինում, և Աստված այդ մարդու համար, այդ մարդու փոխարեն, այդ մարդու ուզածով, մարդու համար փրկում է իր երկիրը, իր ժողովուրդը, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երկրում շատանան հոգևորները, որպեսզի մեր աղոթքը, մեր նպատակը, մեր ցանկությունը, դուք տեսնում ենք, մենք բոլորս, որ կիրակի օրը, մինչև հավաքույթը սկսելը, մենք աղոթում ենք ամենագլխավոր մարդկանց համար, որոնք են ամենագլխավորները, մեր երեխաները, մեր ապագան, տարիներ հետո մենք չենք լինելու, բայց իրենք որպեսզի իրենք լինեն հոգևորներ, մենք չգիտենք իրանք ով են լինելու կյանքում, ով էր որ լինեն Սուրբ գրքում մենք կարդում ենք, բժիշկներ, փաստաբաններ, մաքսապետներ, դատավորներ, ձկնորսներ, ինչպիսի մարդիկ ասես թագավորներ մանավանդ շատ ու շատ, որոնք հոգևոր էին, որոնց աղոթքով, որոնց կյանքով օրհնվում էր երկիրը, որոնք երկրի քանակը կապ չուներ, մարդկության քանակը կապ չուներ, մի հոգու միջոցով օրհնվում էր, և նորից վերադառնանք այն մտքի վրա, որ 10 հոգի հոգևոր լինելով Սոդոմ Գոմորը երկնքից կրակ ու ծծումբը չէր իջնի և չէր այրվի, դա չէր լինի, այսօր սիրելիներ, մեր նպատակը պետք է լինի մի բան, որքան հնարավոր է, ամեն ինչ անել, որ ընտանիքի անդամը լինի հոգևոր, ամեն ինչ անել, որ հարևանը լինի հոգևոր, ամեն ինչ անել, որ աշխատակիցը, ուսման ընկերը, ընկերուհին լինի հոգևոր, ամեն ինչ անել, որ այս պաշտոնյան, երկրի, խորհրդի նախագահան կամ չգիտեմ գյուղապետը լինի հոգևոր, լինեն բոլորը, բանվորը, չոբանը, ով ուզում է լինի հոգևոր, և դա երբեք այդ մտածելակերպը չես ունենա դու, երբ որ այդպես ես մտածում, չես ունենա այն մտածելակերպը ասելով դժոխք է այդ հալու մեկա, ես հոգևոր եմ, դու աշխարհիկ ես, ես սուրբ եմ, դու մեղավոր ես, ես իմ, ոչ սիրելիներ, մենք ոչ մեկից լավը չենք, քանի դեռ մեր հոգին այս մարմնի մեջ ապրում է, մենք այդպես պետք է ցավով նայենք, ամբողջ լեռան քարոզում ենք, տեսնում ենք, ովքեր էին հոգևորները, ովքեր են հոգևորները, Աստծո ուզած հոգևորները ովքեր են, երանի սքավորներին, երանի, երբ որ ձեզ կնախատեն սուտ տեղը, այսինքն սուտ տեղը նախատելուց, ոչ թե դու պարզաբանում ես, ոչ թե ինքդ քեզ պաշտպանում ես, ոչ թե ապացուցում ես, ոչ թե դատի ես տալի, ոչ թե քո ամեն ինչը երկինքն է, և դրա համար պետք է միշտ մենք հիշենք, որ մարդը այս երկրի վրա պետք է մտածի, այս տողերն էլ կարդամ և ավարտեմ, այստեղ սիրելիներ, դա այդ բաժանում պետք է լինի, երրորդը չենք կարդում այս մասին, Մաղաքիա մարգարեության 4-րդ գլուխ 1-րդ խոսքն եմ կարդում, քանզի ահապուրի պես վառված օրը կուգա, երբ բոլոր հպարտները և բոլոր ամբարիշտություն ընողները հարդի պես պիտի լան, ու եկած օրը զանոնք պիտի այրե կսե զորքերու Տերը, այնպես որ անոնց արմատ կամ ոստմը պիտի չթողու, բայց ձեզի իմ անունից վախեցողներուդ արդարության արեգակը պիտի ծագի, անոր թևերուն վրա բժշկություն պիտի լա, և դու գոմի պարարտ հորթերու պես դուրս պիտի ելնեք ու պիտի ցատկեք, ամբարիշները պիտի կողկրտեք, բազի իմ գործը տեսնելու օրս անոնք ձեր ոտքերուն թաթերուն տակ, մոխիր պիտի լան, կսե զորքերու Տերը, հիշեցեք իմ ծառայիս Մովսեսին օրենքը, այսինքն այն կանոնները ու պատվիրանքները, որոնք անոր տվի Քորեբի մեջ բոլոր Իսրայելի համար, տեսեք, սա գալու է սիրելիներ, այս օրերը գալու են,
ինչպես եղբայրն ասեց, ինչ գեղեցիկ է, ուներ տղաներ, իհարկե ովքեր ճանաչում են Սամուել եղբոր ընտանիքը, եղբայրներին, իրենք կզգան թե ինչ մայր են ունեցել, որ այսպես բոլորը տվեք կրթության, վերջ աշխարհիկ են եղել եւ այդպես, բայց այդ նույն մայրը, որ այդ տղաներին պահել մեծացրել է, այսօր հեղինակություն ունեն աշխարհում, բայց ասել է դատարկ էր ամեն ինչ կաց, ոչ մի բան, ամեն ինչ դատարկ է, եւ Սողոմոնը, որ ես միշտ երեխա ժամանակ, երբ որ չգիտեի, Սուրբ Գիրք չէի կարդացել, գիտեի Սողոմոն բառը դա կոչվում է իմաստություն, դա մարդ չի։ Հետո որ կարդացի իմացա, որ դա եղել է թագավոր, սիրելի Աստծո սիրելի թագավոր է եղել Սողոմոնը եւ Աստված հատուկ է տվել իմաստություն, որ ինքը ոչ Սողոմոնի պես իմաստուն մարդ եղել է, ոչ կա, ոչ էլ կլինի։ Այդքան մեծ իմաստուն է եղել Սողոմոնը։ Դրա համար այդ Սողոմոնը այդ մարդը ասեց դատարկություն է ամեն ինչ, ունայնություն է ամեն ինչ։ Այս մարմնի մեջ ապրած կյանքի ինչ որ կա ունայնություն է։ Ինչ որ այս մարմնի մեջ ապրած կյանքով երկինք ես ուղարկում մի բաժակ ջրից սկսած, դա է հաստատությունը։ Աստված օգնի մեզ, որպեսզի մենք իմանանք ով ենք մենք։ Լինելով հոգևոր, լինելով հավատացյալ, դու պատմություն ես կերտում, դու օգուտ ես տալիս քո ժողովրդին, քո ազգին, քո ճակատը բաց պետք է լինի, դու միշտ պետք է այդպես մտածես եւ այդպես էլ ապրես, որ դու Աստծո որդի ես, Աստծո տղա կամ աղջիկ ես եւ երբեք ու երբեք չամաչես այդ անունը քո վրա վերցնելուց, թեկուզ ես կտոր էլ անեն, բանտ գցեն, ինչ է լինի, դու պետք է մնաս հաստատուն, դու պետք է գլուխդ բարձր, որովհետև դու Աստծո զավակ ես եւ վախենալու, խեղճանալու, ամաչելու, անհարմար զգալու ոչինչ չունես, որովհետև Աստված քեզ այս խավար աշխարհի մեջ իր անունը քո վրա է դրել, ինքը լույսն է աշխարհի եւ իր անունը դրել է քո վրա եւ ասում է դու լույսն եք աշխարհի։ Գանք աղոթքով Աստծո առաջ